Պարոն Սուրենյան, քանի որ զարգացումները շատ արագ են տեղի ունենում եւ երեք դեռ մենք ասուլիսի ժամանակ այստեղ լրիվ այլ թեմայից ենք խոսում, դրանից հետո ռեպրեսիվ այլ դրսևորումներ ականատես եղանք, ես ուզում եմ հետաքրքրվել նախ առաջի հերթին այս պահի դրությամբ որևէ նորություն ունեք Անդրանիկ Թևանյանի հետ կապված, այսինքն իրավապահ համակարգը անցել է բուն գործողություններին, որի հրահանգը երեք ուղիղ ստացավ Նիկոլ Փաշինյանից։ Տակ ես ուզում եմ արձանագրել, որ միայն երեք Նիկոլ Փաշինյանը այնքան ապօրինություններ է արել, որ այդ ապօրինությունները գերիք է, որ նա մի ամբողջ կյանք անցկացնի անազատության մեջ։ Նա երեք լայվի ռեժիմով ապօրինի իրանքների մի ամբողջ փունջ է արձակել, Արադ Ցեմենտից սկսած, հետո Անդրանիկ Թևանյանի պատմությունը, ասեմ, որ նոր ինֆորմացիա չունենք, այն բանից հետո ինչ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, տեղի ունեցել արտահայտ մի փաստ։ Վստահ եմ, որ համաշխարհային պատմության մեջ է, որովհետև ես գոնե, որ քաղաքագետ եմ եւ առնվազն մի քանի տասնամյակ ոչ միայն Հայաստանյան, այլ նաեւ այլ երկրների ընտրական գործընթացների եմ հետևում, նման այլանդակություն առաջին անգամ եմ տեսնում, երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նախ ազդարարում է, որ մի քանի ժամ հետո մարդու անուն եմ տալու, որ լրտեսությամբ զբաղվել, հետո այդ հանդիպման ժամանակ ուղիղ հրահանգ է իջեցնում իրավապահ մարմիններին։ Այստեղ մի քանի շերտ կա։ Առաջինը, դուք գիտեք, հենց ինքն է այդ մասին անորսավորել, որ Նիկոլ Փաշինյանը այս պահին պաշտոնապես գտնվում է արձակուրդում։ Եվ ընտրական օրենսգրքի պահանջն է դա, ոչ թե իր ցանկությամբ է գտնվում։ Հետևաբար իրավապահ մարմինները, նրան ենթակա կառույցները այս պահին նրան իրավունք չունեին որևէ բան զեկուցել։ Ուրեմն ապօրինի զեկուցել են հերիք չի։ Ինքն էլ այդ զեկույցները օգտագործել է ապօրինաբար իր մրցակիցներից մեկի դեմ ռեպրեսիա սանձազերծելու համար։ Հիմա սա նշանակում է Նիկոլ Փաշինյանը իրականում արձակուրդի ռեժիմում չի, գործ ունեն կեղծ արձակուրդի հետ։ Սա բավարար պատճառ է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկի նրա գրանցումը։ Այսինքն եթե մենք ապրենք նորմալ երկրում եւ եթե այդ եվրոդիտորդներ կան եւ այլն, որոնք կուրսք են ծեծում ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկ ընտրական համակարգի, թափանցիկ ընտրական պրոցեսի համար այս մարդիկ այս խնդիրը հենց հիմա պիտի բարձրաձայնեն։ Սա մեկ։ Երկրորդը որտեղ եք տեսել ժողովրդավարական պետություն կամ նույնիսկ կիսա ավտորիտար, կիսա ժողովրդավարական հիբրիդային ռեժիմ, որտեղ ուղիղ եթերում պետության ղեկավարը հրահանգի ինչ-որ մեկի դեմ քրեական հետապնդում սանձազերծել։ Հոդվածը նշի, թե որով Այո, արդեն հոդվածն էլ նշի, հատկանիշներն էլ նշի, սա աննախադեպ, ընդ որում մեր հետ կապված սա երրորդ դեպքն է։ Ես ուզում եմ հատուկ հիշեցնել, ընդ որում այդ երեք դեպքերը ոչ ավել, ոչ պակաս մի 7-8 օրվա մեջ են արձանագրվել, ոչ թե երկար ժամանակահատվածում։ Առաջինը նա Փողոցային Խուժյանի բառապաշարով անդրադարձավ Նվեր Ծառուկյանի հարցին, որից ընդամենը 1 ժամ հետո գլխավոր դատախազությունը հաղորդագրություն արեց։ Երկրորդը նա 3 էլի քաղաքական վրեժխնդրության, քաղաքական թիրախավորման բառապաշարով անդրադարձավ Արադ Ցեմենտին, րոպեներ անց գլխավոր դատախազությունը արեց հայտարարություն, կասկած չունեմ, որ նրա երեկվա հայտարարությունը, անօրինական հայտարարությունը այսօր իրավապահ մարմինները սկսելու են ինչ-որ գործընթաց վարույթ, այսինքն հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը ամբողջ պետությունը, պետական ինստիտուտները դարձրել է քաղաքական քինախնդրության, քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Չկա այլևս պետական համակարգ։ Բոլոր այդ պետական ինստիտուտները, որոնք
Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ ունեն իրենց հստակ լիազորությունները եւ շատ դեպքերում պարտավոր են չի ենթարկվել վարչապետին, որտեղ օրենսդրությունը կարգավորում է իրենց գործունեության շրջանակը, վերածվել են Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորված պատժիչ գործիքների։ Պարոսյանյան, ես ես ընդհատեմ, բայց ես ուզում որ դուք նաև մեր հարգելի քաղաքացիներին հիշեցնեք, որ սա նոր չի, այսինքն Նիկոլ Փաշինյանը հենց նոր չսկսեց նման գործելակերպել։ Հիշենք ամենամեծ ողբերգական դեպքերից մեկը Ազատի հրդեհագետ ընդհանուր ժամեր անց կառավարության դիստում արդեն հայտարարեց ով է մեղավոր, ինչ է տեղի ունեցել, այն դեպքում որ նույնիսկ պաշտպանության նախարարը չէր գնացել դեպքի վայր եւ ըստ էության դեռ պետք է նախաքննություն տարվեր, բայց հաստատի մենք ունենք մի իրավիճակ, երբ ինքը տարիներ շարունակ այդպես հրահանգներ իջեցրել է, իր ապահովակարգը կամակատակ դա իրականացրել է, մենք բոլորս լռել ենք ու տենց անցել ենք ու եկավ համասանվել է։ Հիմա, բայց ես ավելի վաղ կարող եմ գնալ, ավելի վաղ։ Դա եղել է նույնիսկ 2018-20 թվերին։ Հիշում եք, չէ, հենց էլի մեր հետ կապված բան է, ես ուզում եմ նույնիսկ մեր հետ կապված, ուզում եմ հիշեցնել, որ ինքը հետևողականորեն այս ապօրինի ընթացքի մեջ է։ 2020 թվականին նա էլի հիստերիկ նոպայի մեջ ազգային ժողովի ամբիոնից մի շարք կուսակցությունների, այդ թվում Բարգավաճ Հայաստանին մեղադրեց ընտրակերծարարության մեջ, հետո մի հատ շինծուգործ հարուցեցին պարոն Ծառուկյանի դեմ, հետո այդ գործի բերումով պարոն Ծառուկյանը նույնիսկ 2 թե ավելի ամիս ազատազրկվեց, եթե առաջ ազատազրկվեց, մի քանի օր առաջ ազատազրկվեց, այո, պատերազմի ավարտից մի քանի օր առաջ խափամամիջոցը փոխվեց։ Ու այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը այս նույն ձևով պնդումներ էր անում, դերևս չկայացած դատական ակտի պայմաններում մեղավորներ էր կարգում, ինչ ստացվեց։ Պարոն Ծառուկյանը արդարացվեց դատարանում, փշրվեց այդ մեղադրանքը, բայց այսօր ոչ մեկ չի հիշում, որ Նիկոլ Փաշինյանը ցինիկորեն ստել է։ Այսօր ոչ մեկ չի հիշում, որ այդ ազատ հատի կացարանի վերսիան ըստ էության ջախջախվել է։ Խայտարակ դատավարությունների ենք, չէ՞ կանատես։ Հիմա տեսեք, ես շատ համոզիչ կերպով վստահ եմ, որ Անդրանիկ Թևանյանի հանդեպ այս կեղծ մեղադրանքները փշրվելու են, բայց հենց տեսեք ինքը ինչ տոնով է խոսում։ Անմեղության կանխավարկածի ինստիտուտի վրա թքած ունի, բնականon եւ իրավաչափ քննության ինստիտուտի վրա թքած ունի, ինքը որոշել է, հոդվածը դրել է, հիմա իր գրպանում տեղավորված քննչական մարմինները պարտավոր են այդ մեկ մարդու հիվանդ երևակայությանը ինչ-որ իրավական փաթեթավորում տալ, սա ծիծաղելի չի, սա ողբերգություն է, ամենայն անկեղծությամբ սա ողբերգություն է։ Հիմա տեսեք, նախ մենք մեր շատ ամուր զորակցություն ենք հայտնում մեր ընկերոջը, մեր թիմակցին, մեր գործընկերոջը Անդրանիկ Թևանյանին, ինչ էլ որ լինի, մենք չենք շեղվելու մեր իշխանափոխության հասնելու օրակարգից եւ բոլոր հնարավոր քաղաքական եւ լեգալ մեթոդներով զորակցելու ենք Անդրանիկ Թևանյանի, որտեղ Անդրանիկ Թևանյանի գործունեությունը թափանցիկ է եղել, բոլորի աչքի առաջ է եղել, երբեք նրա ռետորաբանությունը հեղափոխության հենց առաջի օրերից սկսած չի փոխվել, այսինքն նա միշտ քննադատել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, այդ քննադատությունը բավականին հիմնավոր եւ ռացիոնալ է եղել, եւ կյանքը ցույց է տվել, որ այդ քննադատությունների մեծ մասը ոչ միայն արդարացված են, այլ այն ինչ կանխատեսվում էր պարոն Թևանյանի կողմից, Անդրանիկի կողմից շատ հաճախ իրականություն է դարձել։ Հետևաբար հանկարծ ինքը չմտածի, որ այս կեղծ թիրախավորումով լաչառության հասնող պսևդո դատախազական կեցվածքով ինքը կարող է սպասանել մեր վճռականությունը կամ ինչ-որ
հույսեր ունենալ, որ մեր թիմի ներսում հուսահատության ցեցա գցելու եւ այլն, չի ստացվելու։